Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը. Մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նոր-Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը $1000 դիմաց կնոջն ուղարկում է Բելգիա, Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով, սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ անօրինական միգրացիա կազմակերպելու եւ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։